Յուրաքանչյուր, ես չգիտեմ։ Հա, զանգեք վրաս թող կա։ Ինչ են պահանջում։ Ինչ իմանամ։ Երևի տարագներից մեկում էլի ուզում են ինչ-որ բան։ Խնդիր չունենք, բացարձակ ամբողջ մամուլի առաջ է։ Եթե դարակում օրինակ ինչ-որ մեկի անձնական օգտագործման գումարը եղավ, օրինակ անձնական, չգիտեմ, աշխատավարձ ինչ-որ մեկի, դա ոնց են ընկալել։ Իմ կարծիքով պես բան չկա, որովհետև անձնական գումարը տարակ ինչի մարդն են։ Թե հիմա թող տանեն, 1000 դրամ եթե իրենց փրկում է թող տանեն։ Չէ, պետք է փաստենք, որ այն ինչը որ երևում է, դա շինծու է։ Տեսնում են այդ անկեղծությունը, մեր եւ քաղաքացիները չփումը, որ թաղմդել ենք, մենակ տվել ենք ժբիտ սեր եւ փոխադարձ այդ նույնը հետ ենք վերցրել։ Յուրաքանչյուր թաղ։ Իրանք կարող են, այսպես ասած, թայֆաբազություն տեսակը բացահայտել ինչ-որ բաներ, բայց մեր մասով ոչ մի բան չեն կարող անել, որովհետև ամեն ինչ բնական ճանապարհով է ընթանում։ Մարդը իր տնից տեսնում է, որ մեր երթը գալիս է դեպի իր փողոց, լսում է մեր երաժշտության ձայնը, կիսա հագնվել դուրս է գալիս, որպեսզի միանա մեր երթին։ Այդպիսի բան հազվադեպ է, համաձայն եք։ Իմ կարծիքով չեն սիրում մարդկանց համախմբումը, չեն սիրում համախմբվածությունը, սերը, միշտ պիտի բաժանեն, պառակտեն, սև ու սպիտակ, արցախցի, գյումրեցի, երևանցի, արմավիրցի։ Դուր չի գալիս, որ կոչ են անում, նաև իրենց են կոչ անում։ Երեք երթի ընթացքում կոչ եմ արել քաղաքացիական պայմանագրի գրասենյակի անձնակազմին, որ դուք էլ միացեք մեզ, անկախ ամեն ինչից ձեր հայացքները որտեղ են, եթե մասնագետ եք վաղվա մեր կառավարման մեջ տեղ եք ունենալու։ Մենք չունենք այդ խնդիրը դրած մեր առջև, որ բերենք մեր թայֆեկին տեղավորենք։ Կա մասնագետ, ուրեմն մենք պիտի մեր ձեռքով, ոտքով գնանք իրենց բնակարաններից հանենք, բերենք, որ օգտագործենք նաև իրենց խելքը, շնորհքը, իշա Գյումրու։ Այսքան բանից հետո նույն մարզպետարանի դեմն եմ կոչ արել, որ հարգելի մարզպետարանի աշխատակիցներ, միացեք մեզ, դուք մերն եք, մենք ձերն ենք։ Մեր մոտ չկա նման բան, որ մենք բաժանումների փորձեր անենք, ասենք, եթե մերը չի, կա կադրերում է կա մեր վիդեոներում, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսից այսպես են ցույց տալիս մեզ, մեր ամբողջ երիտասարդները ողջունում են իրանց, ձեռքի ափով, սրտեր են ցույց տալիս, որ մենք գյումրեցիներով մերը պետք է պահենք։ Մի կնգեք այդ Երևանից եկող վատ հոսանքների ազդեցության տակ։ Վաղը չեմ մյուս օրը, եթե մեկի ծրագիր եւ գաղափարը լավն է, ու մենք պետք է օգտագործենք այն Գյումրու շահերի համար, մենք երբեք չենք ասելու դուք քաղաքացիական պայմանագրի համախոհ եք եղել։ Դուք եղել եք իրեն շտաբի աշխատողը։ Հարցազրույցներից մեկում նորից ասել եմ, բացի են բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր ըստ ժողովրդի գիտակցաբար են անում այս ամենը, ինչը տեղի ունենում մեր երկրի հետ, մնացածները մեր համար ոչ մի թշնամանք, ոչ մի բան չունեն, խոչընդոտ չունենք իրենց հետ աշխատելու, շփվելու, բացարձակ։ Ինչ է կարծում մեկ շաբաթ օրը լռության օր է, ունենք 2 օր, ճիշտ է, այսօր 5-շաբթի, ուրբաթ, շաբաթ, ակնկալել, որ այս նույն իրավիճակը նույն քպական թեկնածուի հանդեպ կլինի։ Թե ինչ ասեմ, եթե իրենց կինոյի սցենարի մեջ այդպիսի բան էլ կա, ուրեմն կանեն, էլի։ Դի սցենարիստին հասցնեք։ Ես հեռու եմ սցենար գրելուց։ Արդար գործողությունները իրականացնում, ինձ թվում է պետք է որ մյուս տեխնացուների հետ էլ նույնը վարվեն։ Նայեք, ոստիկանության մեջ կան շատ լավ տղեկ, շատ պարկեշտ տղեկ, շնորհքով լավ ընտանիքներից դուրս եկած մարդիկ եւ հենց մեծամասնություն էլ կազմում են։ Բայց իրենց հրահանգողների մասով ես չեմ կարող այդպիսի բան ասեմ, որտեղ չենք տեսնում։ Յուրաքանչյուր ոստիկան, որը գալիս է մեր գրասենյակ, փողոցում հանդիպում է, մեզ ուղեկցում է, հատատված ենք քայլում մենք իրար հետ, որովհետև ճանաչում եմ այդ մարդկանց։ Նույն մեր ընկերներն են, մեր աղբերներն են, մեր քաղաքացիներն են,
այստեղ ուրիշ տեղ ենք մանկալու, որ վերևից ինչ հրահանգ են ստանում։ Դա է ամենակարևորը, որ դա դատապարտվի եւ ի վերջո հասնենք այն հաջողության, որ վերևից հրաման տվողների մասին ունենանք այս կարծիքը, որ հենց իրենք են մեր նման մարդիկ, հենց իրենք են մեր նման մտածում, իրենք են հասկանում, որ մենք իրենց աղբերներն ենք։ Վերջո պատերազմի շեմին կանգնած երկրի բնակչությունը չպետք է բաժանի ոստիկանի, քաղաքացու, հրամանի, մի բռունց։ Տվեք ծրագիրը, Գյումրեցին ընտրում է ցես։ Դուք ընտրվեք։ Ընտրում են այն մյուսին, թող այն մյուսը ընտրվի։ Էս է։ Որ մի քիչ հետ կգնաք, այդտեղ օդի նիշան։